Համադրելով էկոլոգիական միջավայրի բարելավումն ու տնտեսական զարգացումը, Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Լիլա ծրագիրն ամփոփել է եռամյա գործունեության արդյունքները։ 2022 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն էր բարելավել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի համայնքների բնակիչների կենսամակարդակը բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ եւ կայուն օգտագործման միջոցով։ Միջոցառումներ են իրականացվել, սկսած փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, էկոտուրիզմի կազմակերպում, տուրիստական երթուղիների մշակում, այսինքն դրանով ստեղծելով հնարավորություն տեղական այդ համայնքներին իրենք իսկ հետագայում ստացված այդ եկամուտները օգտագործեն կայուն հետագա ուրեմն երկարատևությունը ապահովելու համար։ Ծրագրի աջակցությամբ ավելի քան 600 հոգի կեսը կանայք ներգրավել են զբոսաշրջության, հյուրընկալության, վայրի հավաքչության եւ տեղական արտադրության արժեշղթաներում, ձեռք բերելով նոր հմտություններ եւ եկամտի աղբյուր։ Բիզնեսները համալրվել են արևային էներգիայի աղբյուրներով, նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Ունենք մի քանի հյուրատներ, որոնք ամբողջությամբ արևային էներգիայի են անցել։ Ծրագիրը խթանել է տեղական գյուղմթերքի արտադրությունը, հնարավորություն տալով ֆերմերներին մատակարարելու թարմ արտադրանք հյուրատներին եւ ռեստորաններին։ Առաջին անգամ հրատարակվել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի խոհանոցներին նվիրված ժողովածուներ։ Գիտելիքի բացը պակաս ամենամեծ խոչընդոտն է туриզմի բոլոր ձևերը խթանելու ուղղությամբ։ Հայաստանում շատ հաճախ մարզերում պատկերացում չունեն, թե իրենք ինչ խոհանոց ունեն եւ ինչպես դա կարող են գրագետ ներկայացնեն։ Թիրախային բնակավայրերում կառուցվել են մի շարք զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մշակվել եւ թվայնացվել են քայլարշավային երթուղիներ, իրականացվել են մարզային գիդերի վերապատրաստման դասընթացներ։ Մենք կարողացել ենք Հայաստանի Հանրապետությունում պահպանել մեր բնական ռեսուրսները, պատմամշակութային ավելի քան 25,000 ուղղություններում ունենք այդ ամբողջ ներուժը, որպեսզի Հայաստանը դիրքավորենք նաև որպես էկոտուրիզմի երկիր։ Էկոտուրիզմը եւ գյուղական զբոսաշրջությունը այսօր արդեն գրանցում է կայուն աճ։ Ծրագիրը ֆինանսավորել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը իրականացրել բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն ու ռազմավարական զարգացման գործակալությունը։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։